Յուրաքանչյուր ապագա միլիարդատիրոջ կյանքում գալիս է այն օրը, երբ պետք է ընտրել անուն, որը փառավորելու է իրեն։ Ընկերության լավ անուն գտնելը երբեմն ավելի կարևոր է, քան որդուդ անունը ընտրելը։ Որդիդ կհանդուրժի, եթե թաղի 11-րդ Դավիթը լինի, բայց քո քաղաքի 5-րդ Creative Marketing Agency-ն դժվար փրկվի։ Ողջույն, ես Գայելնան եմ, Spin Agency-ի brand manager-ը, եւ այսօր մենք կխոսենք, թե որոնք են բրենդի 4 հիմնական տարրերը եւ ինչպես ստեղծել այնպիսի անուն, որ թաղի տղաները հարգեն, այլ ոչ թե ծաղրեն։ Մի անգամ Կարմիր գլխարկը ընկերուհու հետ բիզնես բացեց։ Գնեցին վառարան, գեղեցիկ տուփեր ու սկսեցին թխել բուրավետ կարկանդակներ։ Լիքը կարկանդակ թխած հասան ցուցահանդեսի, բայց արագ հասկացան, իրենք չեն տարբերվում մյուս պատրաստողներից։ Թեև իրենց կարկանդակը լավագույնն էր, բայց հաճախորդը դա կարող էր հասկանալ միայն այն ժամանակ, երբ կգներ ու կփորձեր։ Իսկ մինչ այդ պետք էր մի բան, որ աչքի ընկնեին։ Ու այստեղ սկսվում է բրենդի կարիքը, որ մարդը նույնիսկ մի կտոր չկերած հիշի քո մասին։ Այսպես Կարմիր գլխարկը որոշեց ստեղծել բրենդ։ Դիտարկենք բրենդի 4 հիմնական տարրերը։ Կարմիր գլխարկը մի օր շուկա գնաց։ Սովորաբար տատիկները ճանաչում էին իրեն, վազում էին պատմելու, ինչ սիրով էին իրենց չուտող թորնիկները ուտում կարկանդակները։ Բայց այս անգամ մի տատիկ նայեց ու հարցրեց. «Ո՞վ ես դու, աղջիկ ջան»։ Ես։ Աղջիկ։ Հենց դրա համար էլ անունը կարևոր է։ Անունն ապահովագրություն է նման իրավիճակներից։ Եթե ուզում ես, որ քո բիզնեսը առանձնանա հարյուրավոր թարմ գաթաների ու կարկանդակ 7-7-7-երի մեջ, պետք է ունենաս պարզ, հիշվող եւ թեթև արտասանվող անուն, որպեսզի քեզ ճանաչեն, գտնեն եւ հիշեն։ Անունը հատկապես կարևոր է այն բիզնեսների համար, որոնք ամեն օր նոր հաճախորդներ են փնտրում՝ սրճարաններ, խանութներ, ծառայություններ, օնլայն բիզնեսներ։ Եթե դեռ միայն արտադրում ես ու ունես հենց մեկ հաշվապահ, ով գիտի գոյության մասին, չնեղվես։ Անունը մի օր կգա։ Լավագույն անունները խմած ժամանակ են մտածվում։ Կարմիր գլխարկը որոշեց, որ միայն անուն ունենալը քիչ է, պետք է նաև սլոգան ունենալ։ Մեր կարկանդակների համն ուրիշ է։ Ու արդեն պատրաստում էր իր զամբյուղի վրա գրել, մինչև ընկերներն ասեցին, դե չէ ջան, մի քիչ շատ է գովազդի լեզվով հնչում։ Եթե կա մեծ գաղափար, աշխարհը փոխելու ցանկություն կամ եթե արդեն մեծ թիմ ունես ու նրանց մոտիվացիայի կարիք կա, այդ ժամանակ արժե մտածել առաքելության ու սլոգանի մասին։ Բայց միկրոբիզնեսի համար, հատկապես առաջին քայլերին, սլոգանը երկրորդական բան է։ Ավելի կարևոր է վաճառքը, քան ոգեշնչող խոսքերը։ Լոգոն շատերը պատկերացնում են խորը մտածված սիմվոլ, որի համար պետք է թանկ դիզայն է, բայց իրականում ոչ միշտ։ Եթե դու դեռ չունես կայք, Instagram-ի feed կամ ցուցահանդեսների չես մասնակցում, տատիկները առանց լոգոյի քեզ գտնում են, գուցե դեռ չարժե անհանգստանալ։ Կարող ես պարզապես լավ տառատեսակով գրել բրենդի անունը, բայց եթե արդեն հանրային ես ու մարդիկ քեզ որոնում են, արդեն պետք է մտածել լոգոյի մասին։ Ու հիշիր, ոչ միշտ է պետք թանկ լոգո։ Թե անունը, թե լոգոն կարող են լինել պարզ, բայց հետևողական։ Դրա շնորհիվ են մարդիկ քեզ հիշում։ Լեգենդը այն պատմությունն է, որը առաջինը հիշում է հաճախորդը քո ապրանքանիշի մասին։ Որքան էլ որ այլ հնչի իրականությունը, պետք է ստեղծես դրական ջերմ պատմություն քո ապրանքանիշի շուրջ՝ անուշ բույր, մանկության հուշեր, արևոտ օրեր։ Լեգենդը հատկապես կարևոր է սննդի արդյունաբերության, տեխնոլոգիական ստարտափերի ու մեծածավալ բիզնեսների համար։ Բրենդը մեծ խոստումներ չի պահանջում սկզբից։ Բավական է մի պարզ հիշվող անուն, մի փոքրիկ սրտացավ պատմություն եւ աճելու պատրաստակամություն։ Կարմիր գլխարկը հենց այդպես էլ արեց։ Գտավ լավ անուն, պատրաստեց համով կարկանդակ եւ հմայեց իր հաճախորդներին։ Ու գալի։ Բրենդինգ անել թե ոչ քո որոշելիքն է, բայց հիշիր։ Նույնիսկ եթե փոքր քաղաքում հեռախոսներ ես նորոգում, ներսումդ արդեն ապրում է մեծ բիզնեսի ոգի, ու միայն մնացել է փաթեթավորել դա։ Հավեսով, սիրով ու մի քիչ էլ խելքով։ Իսկ եթե ուզում ես, որ քո բրենդը լինի տեսանելի, սիրելի եւ հիշվող, ինչպես Կարմիր գլխարկինը, ուրեմն արի Spin Ideas Agency։ Մենք այս հետ կմտածենք անուն, լեգենդ, լոգո, սլոգան, ամեն ինչ, որ կարկանդակից ստանանք բրենդ։